Հարգելի գործընկերներ, խնդրում եմ նախագահող, ցելի գործընկերներ, մի խանգարեք աշխատանքներին, ամեն ինչ ընթանում է ըստ կանոնի։ Քաղաքական բեմերի բանվորները որքան էլ իրենց ճղեն ու փրփրեն, մի բան արդեն փաստ է։ Երեք ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկության արդյունքները տպավորիչ են, թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում իսկապես կա կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների շուրջ։ Խորհրդարանականների կամ արտահայտումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանն անհրաժեշտ են այս փոփոխությունները, ու պատահական չէ այս կոնսոլիդացիան, քանի որ փոփոխությունների նախագիծը մինչև խորհրդարանում ընդունվելն անցել է շատ լուրջ ճանապարհ։ Հանրային քննարկումներ, խորհրդակցություններ, հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ ստացված առաջարկներ, փոփոխություններ падգամավորների եւ խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա։ Նախագիծը դրական եզրակացության եւ բարձր գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Ազգային ժողովի падգամավորների մոտ 80%-ի դրական կարծիքը խոսուն թիվ է։ Քվեարկությունը ներկայացուցչական է նաև հասարակական կարծիքի տեսանկյունից։ Համոզված ենք հանրաքվեի արդյունքները նույնպես համարժեք են լինելու։ Ու չեմ կարծում, թե այս ֆոնին արդարացված են տարբեր խմբակների հայտարարությունները հանրության անունից։ Այդ ուժերը նախ պետք է կարողանան համախմբվել իրենց շուրջ, նոր միայն հանդես գան ժողովրդի անունից։ Պետք չէ կուրծք ծեծել, հավատացնել, թե գիշերը չեն քնում, պայքարում են ժողովրդի համար։ Ժողովուրդը բնազդով զգում է բոլորին, տարբերում իրականն ու ֆեյքը։ Ժողովուրդը ցանկանում է մեկ բան՝ փոփոխություն եւ կայուն զարգացում, իսկ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը ապահովում է կայուն զարգացումը։ Մենք շատ լավ հասկանում ենք ճակերտավոր հանկարծ բան չփոխեք դիրքերից հանդես եկող գործիչներին, հասկանում ենք, բայց համաձայն չենք նրանց հետ։ Մենք գնալու ենք փոփոխությունների ճանապարհով, հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն ժամանակակից, ավելի ժողովրդավարական եւ զարգացող հայրենիքի։ Այս գործընթացի մաս կազմելը պատիվ է։ Վստահ եմ, շուտով կլինի նաեւ ծայրահեղ մոդայիկ, որովհետեւ առաջադիմական գործընթացի մաս լինել նշանակում է ժամանակակից եւ ճկուն լինել։ Շնորհակալություն։ Իշխան Խաչատրյան